Պողոս առաքյալն ասում է. «Ինչ է հավատը, եթե ոչ հուսացած բաների հաստատումը և ապացույցը այն բաների, որոնք չեն երևում»։ Ժամանակը 3 մասի է բաժանվում՝ անցյալի, ներկայի և ապագայի։ Մենք խոսելու ենք ոչ անցյալի և ոչ էլ ներկայի, այլ ապագայի մասին, որը պիտի կատարվի։ Չկա անցյալի մասին ասված այնպիսի խոսք, որը կատարված չլինի։ Ներկան հավատի ենթակա չէ, միայն ապագայում կատարվելիք դեպքերի մասին ասենք, որ մենք հավատով, առանց երկբայելու ընդունում ենք այն, ինչ լսեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, իր կողմից արարվածների վախճանի և իր երկնքից Հոր փառքով երկրորդ գալստյան մասին։ Որովհետև եթե սկիզբը եղավ նրանով, ով անդրանիկն է բոլոր արարածների, ապա պարզ է դառնում, որ նաև նրանից արարված ամեն մի արարած նրանով ունենա իր վախճանը։ Քանի որ եթե պետք էր և պատշաճ էր, որ ամեն մի գոյ նրանով ստեղծվեր, ապա պետք է, որ նրանով էլ իր վախճանը գտնի։ Դարձյալ, եթե հարկ էր, որ նա լիներ մեր նախահայր Ադամի նման, որպեսզի կատարվեր ասվածը, թե իր պատկերով և նմանությամբ արարեց նրան, ապա ուրեմն նաև հարկ է, որ իր երկրորդ գալստյամբ անմահ հարությամբ նորոգի մարդկանց իր փառքի մարմնի նմանությամբ։ Եվ եթե նա է, որ ըստ իր խոստման անմահ հարություն է տալու մեր մահկանացու բնությանը, ուրեմն նա էլ հողից ստեղծել է մարդկությանը, նրան մահվան իշխանության տակ սահմանելով։ Եվ եթե նա մարդկությանն արարեց հողից մահկանացու բնությամբ, պարզ է դառնում, որ նա էլ հողից հարություն է տալու մարդկությանը անապական մահվան իշխանությունից դուրս հարությամբ։ Քանի որ եթե ըստ մարգարեների կանխասացության ժամանակների լրումին տնօրինության խորհրդով կուսական արգանդից ծնվելով մարդ եղավ և իր սիրուց մղված հագավ մեր բնությունը, հարկ է, որ իր երկրորդ գալստյամբ անեղծ ու անմահ փառքով նորոգի արարածներիս։ Եվ եթե ճշմարիտ էին և կատարվեցին այն ամենը, ինչ մարգարեներն ասացին նրա առաջին գալստյան մասին, ապա որքան ավելի ճշմարիտ են նրա ասածներն իր և իր երկրորդ գալստյան մասին, որի մասին խոսեց բազմապիսի օրինակներով, ի լուր հավատացողների քարոզելով, թե պիտի գա հայրական փառքով դատելու աշխարհը։ Եվ այս երկու կերպ, իր քարոզությամբ և գործերով, և այն, ինչ լսեցինք նրանից, չունի ընդդիմաբանություն։ Իր քարոզելու ժամանակ Հիսուս հաճախ էր խոսում իր երկրորդ գալստյան մասին և առաքյալների դասին ասում էր. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինեք, նախքան մարդու որդու գալը»։ Այստեղ տարակուսելի են Տիրոջ խոսքերը, քանի որ առաքյալները վերջացրին Իսրայելի բոլոր քաղաքները, իրենց զանազան մահվամբ և տանջանքներով ավարտեցին նրա հանդեպ հավատի ընթացքը, ելան այս աշխարհից, վերացան նաև Իսրայելի շատ ազգեր ու քաղաքներ, սակայն չիրականացավ այն խոստումը, որ նրանց տվեց։ Ոմանք մարդու որդու երկրորդ գալստյան օրինակ են համարում Թաբոր լեռան վրա նրա ի տեսաշակերտների իր փառքը փայլեցնելը, որից հետո ասաց. «Այստեղ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու որդուն եկած իր արքայությամբ»։ Իսկ ոմանք էլ այն, որ մեռելներից հարություն առնելուց հետո 40 օր երևում էր առաքյալների դասին։ Ուրիշներն էլ ասում են, թե երկինք համբարձվելուց հետո միայն նրանց իմանալի նմանությամբ երևում էր աշխարհի բազում վայրերում, ուր գնացին ավետարանը քարոզելու։ Սակայն նրանք իրավացի չեն, քանի որ Հիսուս իր երկրորդ գալստյան մասին հավաստի կերպով ասաց, որ պիտի գա Հոր փառքով դատելու աշխարհը։ Իսկ աստվածային գործերը կարիք չունեն ոչ վայրի, ոչ ժամանակի, և այս ամենը նրանց ասելով միաժամանակ ասում է բոլոր վայրերի և բոլոր ժամանակների բոլոր հավատացյալներին, որոնց եկեղեցու վարդապետների կողմից քարոզվեց ավետարանը։ Քանի որ ասաց. «Ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում»։ Կամ ինչպես երբ խոսում էր ահագին նեղությունների մասին, որոնք պիտի լինեն, որպիսիք չեն եղել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և այլևս չեն էլ լինելու, սրա հետ միասին աշակերտներին ասում էր.
Այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասի ահա Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհավատաք նրան, իսկ նրանք չհասան այդ բանին։ Ուրեմն պարզ է, որ իր ներգործական զորությամբ այս ամենն ասում է բոլոր հավատացյալներին, որոնք պիտի լինեն այն ժամանակներում։ Եվ կամ երբ ասում է «Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա, և երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ, ծովի և խռովության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների ահից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն, և այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրա զորությամբ և մեծ փառքով։ Եվ նույն պահին նրանց ասում է. երբ սկսվի այս բանը լինել, վեր կացեք և ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը, և դարձյալ դուք պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու որդին։ Ահա պարզ է, որ նրանց հետ խոսելով խոսում է բոլոր հավատացյալների հետ, որոնք այն ժամանակ պիտի լինեն։ Իսկ որ պիտի գա մեծ փառքով, ոչ ինչպես առաջին անգամ խոնարհ ու հեզ, այլ զարհուրելի հիացմամբ, Հոր և Սուրբ Հոգու փառքով և բոլոր հրեշտակների հետ, որից պիտի դողան բոլոր երևելի և աներևույթ արարածները, այդ մասին ասաց. Մարդու որդին գալու է Հոր փառքով իր հրեշտակների հետ միասին և հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի, ամբարիշտներին և չարերին, որոնք հանցավոր գտնվեցին աստվածային պատվիրանների մեջ և իրենց չպատրաստեցին բարեսեր Աստծո կամքով, աններելի տանջանքներ կհատուցի և անմխիթար սուգ և տրտմություն, իսկ բարիներին, որոնք սիրեցին նրան իրենց ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ, կպարգևի բարի հատուցում, հավիտենական կյանք և անվախճան ուրախություն։ Նա առաքիլական դասին խոստացավ ասելով. «Դուք, որ իմ փորձությունների մեջ ինձ հետ էիք և մնում եք մինչև այժմ, իմ մյուս գալստյան ժամանակ, երբ մարդու որդին պիտի նստի իր փառքի աթոռին, պիտի նստեք 12 գահերի վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին, այնպիսի դատաստանով, որ նինվեացիները կամ էլ հարավի դժխոն այն դատաստանի ժամանակ վեր կկենան և նրա հետ կդատապարտեն նրանց իրենց արդարությամբ, որով հավատացին ավետարանի քարոզության ճշմարտությանը, կկշտամբեն նրանց անհավատությունը, կհանդիմանեն, որովհետև չհավատացին ճշմարտությանը, այլ հաճեցին անօրինությունը, քանի որ ասաց. «Ձեր հետևորդները ինչով պիտի հանեն դևերին, դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատավորները», այսինքն գալիք դատաստանի ժամանակ ձեզ կշտամբողներն ու հանդիմանողները։ Եվ չկա մեկը, որ թողնի իր տունը կամ եղբայրներին կամ հորն ու մորը կամ ագարակները ինձ համար կամ ավետարանի համար, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա և այն աշխարհում, որ գալու է, հավիտենական կյանք չժառանգի։ Հարյուրապատիկ արարածներից իմանալի սուրբ հրեշտակների գիտությունն է անվանում, ինչքան որ ընտրյալ արդարների կարողությունն է մեղքերի ախտերից մաքրվելով գալ նրանց գիտությանը։ Իսկ հավիտենական կյանք անվանում է սուրբ երրորդության գիտությունը, ինչպես ասաց. «Այս է հավիտենական կյանք, որ քեզ միայն ճշմարիտ Աստված ճանաչեն և նրան, ում ուղարկեցիր, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն»։ Մեծն Եվագրիոսն ասում է. «Միթե ավելի բարձր բան կա, քան որ արարածներս արժանանանք սուրբ երրորդության գիտությանը և ուրախանանք անմահ և հավիտենական կյանքով»։ Արդարների և կատարյալների համար է պատրաստված այս ուրախանալ երկնավոր Փեսայի գորովալի սիրով Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, իսկ ամբարիշտներին ու անսուրբներին, ովքեր չհավատացին Տիրոջ գալստյանը և ոչ էլ փրկության վարձքի ակնկալիք ունեցան, այլ սկսեցին պատժել Տիրոջից երկյուղ ունեցողներին, ուտել և խմել հարբեցողների հետ, պիտի գա այն ծառաների Տերը այն օրը, երբ չեն սպասում, և այն ժամին, երբ չգիտեն, նրանց պիտի սպանի և կեղծավորների վախճանին պիտի արժանացնի, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Քանի որ ոչ թե թաքուն կամ ծածուկ խորհուրդով պիտի լինի Տիրոջ գալուստը,
այլ ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից եւ երևում մինչեւ արևմուտք, այնպես պիտի լինի մարդու որդու գալուստը։ Չէ՞ որ ասում է. «Եվ ապա երկնքի վրա մարդու որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով զորությամբ եւ բազում փառքով»։ Այս է հավաստում նաեւ Դանիել մարգարեի տեսիլքը, որ հորը ծերունի, իսկ որդուն երկնքի ամպերով եկած է անվանում, տեսնում էի, որ աթոռներ դրվեցին, եւ մի ծերունի նստեց այնտեղ, եւ ահա երկնքի ամպերի միջից եկավ մեկը մարդու որդու նման եւ հասավ ծերունուն, եւ նրան իշխանություն, պատիվ եւ արքայություն տրվեց։ Բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան, նաեւ չարության իշխանություններն ու պետությունները, ապստամբած զորքերը, ամբարիշտ ու անսուրբ մարդիկ, քանի որ նա պետք է թագավորի մինչև իր բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի։ Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է։ Աստված ամեն ինչ հնազանդեցրեց դնելով նրա ոտքերի տակ։ Իսկ երբ ամեն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը որդին կհնազանդվի նրան, ով ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի մեջ։ Ապա եթե Տիրոջ գալուստն այսպիսի ահագին երևմամբ է լինելու, ապա ինչպես է իր հաջորդ խոսքում ասում. «Ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի եւ մարդու որդու օրով. ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտավ, եւ ջրհեղեղը եկավ եւ բոլորին կորստյան մատնեց։ Եվ թե եթե տանտերն իմանար, թե որ ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն։ Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու որդին»։ Իսկ ըստ Պողոս առաքյալի, Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց կործանումը, ինչպես լինում է հղի կնոջ երկունքը, եւ նրանք չեն փրկվելու։ Այս ամենով ուզում է ասել, որ իր գալստյան նշանը երևալուց առաջ մարդիկ հեշտալի ախտերի եւ մարմնական փափկությունների մեջ պիտի լինեն, ինչպես ջրհեղեղից առաջ եւ կամ Ղովտի օրերին, չպիտի ունենան իրենց չար գործերի եւ մեղքերի համար ըստ Աստծո արդար դատաստանի հատուցման ակնկալիք, եւ նրանց պիտի հասնի հանկարծակի սատակումը, որին չէին սպասում։ Իսկ երբ արեգակը խավարի, լուսինն իր լույսը չտա, աստղերն ընկնեն երկնքից, երկնքի զորությունները շարժվեն եւ տերունական նշանը փայլակի նման փայլատակելով երկնքի ներքևից լուսավորի երկնքի երեսը, այն ժամ հայտնի երևմամբ կտեսնեն Աստծո որդուն եկած երկնքի ամպերի վրայով զորությամբ եւ մեծ փառքով։ Ոչ ոք չի տարակուսի, որ արդար արեգակին է տեսնում, ինչպես երբ զգալի այս արեգակն է ծագում, ոչ ոք չի տարակուսում, որ այն է, քանի որ երկնքի ծայրերից է նրա ծագումը։ Իսկ երբ իր արդար դատաստանով հատուցի յուրաքանչյուրին ըստ իր գործերի, նրանք, ովքեր առատորեն բաշխելով կարոտյալներին ու տնանքներին, 5 իմաստուն կույսերի պես նախապես պատրաստել էին ողորմության յուղը, անշիջանելի եւ անաղոտ ճրագը վարելու համար, կմտնեն երկնավոր Փեսայի լուսեղեն արագաստը, ուրախանալու անապական, անմահ կյանքի հարսանիքում։ Իսկ հիմարները, ովքեր իրենց ամաններում ձեթ չունեն եւ նրանց լապտերների լույսը կհանգչի, նրանց առջև կփակվի երկնավոր թագավորի գութը եւ դուրս կմնան երկնային խորաններից։ Ովքեր ընդունեցին պատվիրանի դրամը եւ տվեցին այն դրամափոխներին, աստվածային հրամանին արդար հնազանդվողներին, նրանց երանական անմահ ձայնը կկանչի Տիրոջ ուրախության մեջ, լսո հանդերձանքով դեպի հավիտենական կյանքի հարկերը։ Իսկ հանդուռներն ու զլացողները, Տիրոջ պատվիրանի խոսքերը հողի մեջ թաքցրածները, երկնավոր թագավորից հեռու կգնան դեպի արտաքին խավարը, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտում։ Եվ սա կլինի, երբ գա մարդու որդին իր հոր փառքով եւ բոլոր հրեշտակները նրա հետ, երբ հարություն կտա մարդկային ազգին,
Ադամից մինչև այն ժամանակ եղողները կիրաբար կոչմամբ, ահագին ձայնով և ազդու հրամանով, որի մասին ասաց. կգա ժամանակ, երբ բոլորը, որոնք գերեզմանում են, կլսեն մարդու որդու ձայնը և դուրս կելնեն։ Եվ երբ մարդկային ազգին ոմանց իր աջ, ոմանց իր ձախ կողմում կանգնեցնի, նրանց, ովքեր աջ կողմում են, կասի. եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար աշխարհի սկզբից իսկ պատրաստված արքայությունը ըստ արդար գործերի և ըստ նրանց մասին ասված իր խոսքերի։ Քանի որ նա, որ խոսում է արարածների վախճանի մասին, նույն ինքը արարածների լինելության սկզբում ասաց. թող լույս լինի, և նրա հրամանով եղավ լույս, և ով արարածների լինելության սկզբում ասաց, որ եղավ ամեն ինչ, հարկ է, որ նա ամեն բանի վախճանի մասին հրամանով բարբարի արդարների և մեղավորների դասերին, որովհետև ինչպես ամեն բան նրանով է, և նա ամեն բանում է, այնպես էլ պետք է, որ ասված բաների սկիզբը նրանով լինի, և նրանով լինի գոյություն ունեցողների վախճանը։ Իսկ նրանք, ովքեր ձախ կողմում են, ահագին ձայնից կդողան, կհեռանան նրանից դեպի հավիտենական հուրը։ Նրանց հետ նաև մենք կամավոր մտքով խոտորվելով ճշմարտությունից, մեր վատթար կամքով վատթար կողմին վիճակվեցինք և հույս ենք դնում մեր Քրիստոս Աստծո առատ ողորմության և շնորհների վրա իր անարատ ծնողի, Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ փրկելու մեզ աններելի տանջանքներից իր անվան գովության և փառքի համար։ Իսկ բաժանումն այսպես է և այս օրինակով, քանի որ նաև այս մասին են վկայում տերունական խոսքերը, նախ երբ ասաց. եթե տեսնեք մարդու որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր, երկրորդ, թե Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում, երրորդ, ելա հորից և եկա աշխարհ, դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ իմ հոր մոտ և նման այլ բաներ։ Ինչպես է, որ սրանք Տիրոջ երկրորդ գալստյան մասին խոսքերը հայտնի են դարձնում իմաստուն լսողներին, որոնք փրկության հավատով սպասում են նրան, չեն ընդդիմանում և հակառակվում։ Բայց նախ ապացուցելով ցույց տանք այդ խոսքերի ճշմարիտ և հավաստի լինելը։ Քանի որ ինչպես մեր նախահայր Ադամին ասաց նրան արարողը, հող էիր և հող պիտի դառնաս, կամ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր։ Քանի որ ինչպես որ նա հողից ստեղծվեց, հարկ էր, որ դեպի հողն էլ դառնար, որից արարվել էր, և ինչպես որ դրվել էր փափուկ դրախտում, որից հանցանքի պատճառով տարագրվեց, հարկ է, որ կրկին դառնա իր արարիչ Աստծո շնորհներով։ Փրկիչն ասաց. պիտի տեսնեք մարդու որդուն, որ բարձրանում է երկինք, որ առաջ էր, այնտեղից հայրական ծոցից և իր փառքի աթոռից իջավ երկիր, հարկ էր, որ նա դեպի նույնը, դեպի հայրական փառքը դառնար։ Նույնպես էլ ինչպես երկրից երկինք բարձրացավ, հարկ է, որ երկրորդ անգամ իջնի երկիր զգալի արարածներից մոտ։ Քանի որ ինչպես հայրական բնությունից առաքվեց երկիր դեպի մեր բնությունը և հարկ էր, որ դեպի նույնը ելներ, այնպես էլ հարկ է, որ կրկին իջնի դեպի մեր բնությունը, նորոգելու այն անապական փառքով, և որովհետև ասաց. պիտի տեսնեք մարդու որդուն, որ բարձրանում է երկինք, ուր առաջ էր, այժմ պատշաճ է, որ հրեշտակների դասերը նրա մասին այսպես ասեն. պիտի տեսնեք մարդու որդուն, որ իջնում է, ուր առաջ էր։ Եթե Աստծուց ելավ և Աստծո մոտ է գնում, հարկ է, որ ուսացին մարմնով, որով երկինք ելավ, դարձյալ երկիր իջնի։ Դարձյալ, եթե Աստծուց ելավ և Աստծո մոտ գնաց, ուրեմն պետք է իմանալ, որ եթե մարդկանցից ելավ, և մարդկանց մոտ էլ պիտի վերադառնա։ Եթե իր անմեղ բնությամբ բարձրացավ համագող հոր և հոգու մոտ, ուրեմն հարկ է, որ կույսից առած իր եղական բնությամբ իջնի մեր բնության մոտ երկրորդ անգամ։ Եվ եթե իր անմեղ և անմարմին բնությամբ խոնարհվեց և երկիր իջավ, ուրեմն որքան ավելի հարկ է, որ իր եղական բնությամբ եղականներից մոտ իջնի երկրորդ անգամ։
Իսկ անմահ հարության մասին պետք է իմանալ, որ եթե ծնվում ենք, հարկ է որ մեռնենք, իսկ եթե պետք է որ բոլոր ծնվածները մեռնեն, ուրեմն պետք է որ նրանք անապական կյանքով հարություն առնեն մեռելներից։ Իսկ երբ որևէ մեկն ասի, եթե պետք է որ ծնվածները մեռնեն եւ մեռածները կենդանանան, ահա անասուններն էլ են ծնվում եւ մեռնում, նրանք հարություն չունեն։ Նրանց պետք է այսպես պատասխանել. կան հրեշտակներ, մարդիկ եւ կենդանիներ։ Հրեշտակները հարություն չունեն, որովհետեւ մահ էլ չունեն։ Մահկանացու կենդանիները նույնպես հարություն չունեն, քանի որ չունեն բանական եւ կենդանի հոգի, որով մարդկային բնության կենդանությունն է լինում, այլ միայն մեր մարդկային բնությանն է հատուկ հարությունը բանական եւ կենդանի հոգով։ Քանի որ երբ հոգին բաժանվում է մարմնից, հարկ է որ մարմինը մահվամբ քայքայվի, իսկ երբ հոգին կրկին գա մարմնի մոտ եւ միանա նրան, հարկ է որ նա երկրորդ անգամ կենդանություն ստանա անմահ հարություն առնելով, եւ այս ամենը Արարչի հրամանով եւ ձեռքով, ինչպես սկզբում։ Արարածների Արարչի կողմից միայն մեր բնությանը տրվեց ծնվել, մեռնել եւ մեռելներից անմահ կյանքով հարություն առնել, ըստ որում նաեւ ինքը Արարիչը, միածին որդին, մեր Տեր Հիսուս Քրիստոսը կամավոր հանձնառությամբ անցավ այս երեքի միջով։ Մեր հարությունը կլինի այն ժամանակ, երբ միածին որդին իր ամենակարող եւ արարչական զորությամբ կնորոգի բոլոր մահացածներին, երբ նյութեղեն արարածներից կստեղծի անեղծ եւ անփոփոխ, երբ նրա կողմից բոլոր ստեղծվածները նրա մոտ կունենան լրումը հավիտենական եւ անապական փառքով, մշտնջենավոր եւ անեղծ, որը չի անցնում։ Այն ժամ բոլոր բանական բնությունները կտեսնեն նրան, որ ելնում է, ուր առաջ էր Հոր եւ Սուրբ Հոգու հետ բազմելով փառքի աթոռին, քանի որ Աստծուց ելավ եւ առաստված է գնում Հոր փառքով, որից երբեք չբաժանվեց։ Մեր ասացներն ամբողջացնենք կրկին մեջ բերելով նրա խոսքերը. Հորից ելա եւ աշխարհ եկա, թողնում եմ աշխարհը եւ ելնում եմ Հոր մոտ նրա հետ փառավորվելով անվախճան հավիտյաններում։ Որի անունով թող խոնարհվի ամեն ծունկ, լինի թե երկնավորների, թե երկրավորների եւ թե սանդարամետականների եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տերը իբարս Հայր Աստծու, որի համար էլ եղբայրներ, երկրպագենք Աստվածային գալստյանը, սիրենք Աստծուն մեր ամբողջ սրտով եւ մեր ամբողջ զորությամբ, որովհետեւ նախ նա սիրեց մեզ եւ մեր մեղքերի համար իր անձը մատնեց խաչի մահվան։ Եվ կրկին Աստվածային սիրով պիտի հատուցի արդար սուրբերին, լուսեղեն առագաստի փառքի մեջ հանգստացնելով նրանց անվերջանալի ուրախությունների, հրեղեն անմահ դասերի վայելքների մեջ։ Հուսով եւ ցնծությամբ սպասենք երկնավոր Փեսայի գալստյանը, որը պիտի նորոգի մեր խոնար մարմինը իր փառքի մարմնի նմանությամբ։ Թողնենք միմյանց հանցանքները մեր ամբողջ սրտով, որպեսզի թողություն գտնենք նրա նկատմամբ մեր գործած բազում մեղքերի եւ հանցանքների համար։ Ում որ կարող ենք, նրա օգնականությամբ ազատենք մեղքերի բանդից եւ երկաթյա կապանքներից, որպեսզի նրանով ազատվենք դժոխային աններելի տանջանքներից։ Աղքատներին եւ կարիքավորներին անհրաժեշտ բաներ է տանք առատությամբ եւ զվարթ սրտով, որպեսզի նա մեկի փոխարեն բազմապատիկը երանավետ կյանքի ժառանգությունը տան նրանց, ովքեր պահում են նրա պատվիրանները, նրա սուրբ անվան փառքի եւ պատվի համար, որին Հոր եւ Սուրբ Հոգու հետ բոլոր արարածներից փառք եւ գոհաբանություն երկրպագությամբ հանդերձ հավիտյանս հավիտենից ամեն։